Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի յուրաքանչյուր ուժի համար ցանկալի արդյունքի ապահովման պատասխանատվությունը ըստ էության ընկնում է տվյալ ուժի ընտրական շտաբի ղեկավարի վրա։ Այս մասին է վկայում նաև յուրաքանչյուր ընտրությունից առաջ այդ պաշտոնի ընտրության շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Ի դեպ, այս հարցը առանձնահատուկ կարևոր է իշխող կուսակցության համար։ Հաշվի ենք առնում իշխող կուսակցությունը, որ տիրապետում է կարելի ասել բոլոր վարչական ռեսուրսներին եւ կարելի է նաեւ պնդել բոլոր ֆինանսական ռեսուրսներին, ապա շտաբի պետի վրա դրվում է այդ բոլոր ռեսուրսներն օգտագործել ցանկալի արդյունք արձանագրելու համար։ Նկատի ունենք եւ վարչական ռեսուրսները ասելով նկատի ունենք եւ մարզպետներին եւ թաղապետերին, այսինքն համայնքապետերին եւ տեղի օլիգարխներին եւ տեղի հեղինակություններին եւ այդ բոլոր ուժերով նաեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելով ապահովել ցանկալի արդյունքը։ Դե ոնց է ապահովում այդ ցանկալի արդյունքը բոլորս գիտենք։ Նշենք, որ այս պաշտոնը զբաղեցնելու փորձ ունի ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում անունը շոշափվում է նաև այս ընտրությունից առաջ։ Իշխանյանը եւս նրա տարբերակը չի բացառում։ Քանի որ նա այսօր բավականին մեծ հեղինակություն է հանրապետական կուսակցությունը, մենք միայն հաշվի առնենք այն հանգամանքը, թե նա ինչպես 2008 թվականին նախարարից հատուկ ընտրություններով դարձավ պատգամավոր, որպեսզի դառնա հետո ազգային ժողովի նախագահ, հետո ըստ էության ներկուսակցական ինտրիգում հաղթեց պայմանական ասած երիտ թևին հանրապետական կուսակցության եւ դառավ վարչապետ, եւ դե յուրե դա երկրորդ դեմքն է, դե ֆակտո երրորդ դեմքն է, դա հանրապետությունում նա ամենամեծ լծակներն ունի եւ ամենամեծ ազդեցությունը։ Նշանակվելու դեպքում Ավետիք Իշխանյանը հետաքրքիր իրավիճակ է կանխատեսում, քանի որ ընտրական շտաբի պետի վրա է դրվում արդյունքների պատասխանատվությունը, հետևաբար Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինելու անել ամեն հնարավորը այոյի ճակատի համար։ Ես չեմ կարծում, որ նա կողմ է ներքուստ սահմանադրական փոփոխություններին, ինչու, որովհետեւ գործող սահմանադրությամբ ամենայն հավանականությամբ ինքն է լինելու հիմնական տեխնացու նախագահի եւ այնպիսի լիազորություններ ունենա, ինչպես ունի այս գործող սահմանադրությամբ նախագահը։ Նրան նշանակման դեպքում սպասենք իրադարձությունների զարգացմանը, դա կնշանակի դա բանը նախագահի կողմից, Սերժ Սարգսյանի կողմից փորձության է նա ենթարկվելու, որովհետեւ շտաբի պետը նախ ինքնուրույն չի գործում, ինքն էլ է վերահսկողության տակ եւ նա պետք է ցույց տա իր հավատարմությունը նախագահին, այսօրվա գործող նախագահին։ Նա կարող է մանևրել այնպես անել, որ չանցնի սահմանադրական հանրաքվեն, թե հավատարմություն կցուցաբերի։ Այստեղ շատ հետաքրքիր իրավիճակ է եւ ես կարծում եմ եւ հենց հատուկ եթե նա նշանակվի, հենց հատուկ այդ փորձությունն անցնելու համար նա կնշանակվի։ Իսկ այն չի լինի իշխանությունների համար։ Եթե նշանակվի, ուրեմն նրանք հաշվարկել են։